Եկեղեցին մեր ժողովրդի տունն է, ոչ թե մեկի սեփականությունը։ Մեր հավաքական սրբազան տունը պետք է բուժել ներսից, գիտակից, պատասխանատու, խիզախ եպիսկոպոսների առաջնորդությամբ։ Վերջին օրերին, ինչպես արդեն տեղեկացրել էի, շուրջ 15 եպիսկոպոսներ պատրաստ են ստանձնել եկեղեցու առողջացման առաջնորդությունը հենց այսօր։ Սպասել վեհափառից արտոնություն պետք չէ, սրբազան հայրեր։ Պետք է ունենալ այս կարևոր առաքելության պարզ եւ գործնական ծրագիր։ Հուսամ շատ մոտ ապագայում կկայանա վարչապետի հետ հանդիպումը։ Եթե անհրաժեշտ գտնեք, դրան կարող են մասնակցել քաղաքական դաշտի այլ դերակատարներ եւս։ Այս հանդիպումը վստահաբար կդառնա քայլ հասկանալու, թե ինչպես միասին կարող ենք հաղթահարել ճգնաժամը, պաշտպանելով մայր եկեղեցու կայունությունն ու անսասանությունը, ինչպես նաեւ մեր պետության, մեր ժողովրդի խաղաղությունը։ Արշակ arczepiskopos-ի մասնակցությամբ տարածված տեսանյութը բավարար է, որ նրա պաշտոնավարումը անհապաղ կասեցվի, անկախ նրանից վեհափառը համաձայն է կամ ոչ։ Խոհեմ է, որ վեհափառ հայրապետը եւս անաղմուկ հեռանա հանգստի, ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, որ տեղի կունենա նոր կաթողիկոսական տեղապահի առաջնորդությամբ, ով 2-3 տարի հետևողականորեն կվերականգնի եկեղեցու խաղաղությունը, կհամախմբի հոգևորականությանը, կսպիացնի վերքերը եւ եկեղեցու շուրջ գործընթացներին կտա համահայկական լեգիտիմություն։ Մեր նպատակը պարզ է. եկեղեցու պայծառություն, հայկական պետականության հարատևություն եւ եկեղեցին նորից կշնչի ժողովրդի հետ։